Շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, այսօր այսպես մի փոքր ավանդույթը խախտել ենք, առավոտվա ժամի փոխարեն, այո, այս ժամին ենք հանդիպում, բայց իհարկե թեմաները շատ են, որոնց հետ կապված դուք ձեր տեսակետը կներկայացնեք։ Կարևորը օրը չենք փոխում։ Այո։ Եվ այսպես 3 կիրակեր եւ բնականաբար մենք պետք է նորից ականատեսը լինեինք այս իշխանության վարած քաղաքականությունը, բղծել, ցանկացած եկեղեցի, տարբեր համայնքներ են իրենք գնում, իրենց քայլերը իրականացնելու համար։ Մենք այն խայտարակորեն ենք նաեւ ապրում, որ մինչեւ անգամ քահանաներն ահազանգում են, որ բարիբուն իմաստով սպառնում են իրենց ընտանիքներին։ Մանավանդ այս վերջին շրջանում ասացյոտնի թեմում գիտեք ինչ է տեղի ունենում, ինչ զարգացումներ են։ Սպառնացին կկոտրեն եկեղեցու փականները, բայց քանի հայ Ռուբենից չի ասել բանալին ոչ ոքի չեմ տալու։ Ընդամենը 1 օր առաջ Ոսկեթա բնակավայրի պաշտոնական էջից հայտարարություն եղավ, որ մի խումբ հավատացյալներ իր դեմս բարերարի չեն կիսում իմ կարծիքը, քանի որ չեմ միացել Նիկոլ Փաշինյանի ճակերտներում բարենորոգման ծրագրին։ Տեր Արտաշեսի խոսքերն են։ Եվ այս խայտարակությունը է, սպառնալիքները, որ հնչեցնում են իրենք, ըստ էության գնալով այս տարբեր եկեղեցիների եւ իրենց այս պղծությունը իրականացնելով, մինչեւ անգամ կարելի է այսպես ասել հասնում են եկեղեցիների փակմանը իրենց այսպիսի քայլերով։ Խնդրեմ, այս մասով սկսենք այս հարցից եւ հետո արդեն մի քանի այլ հարցեր էլ կան։ Արձանագրենք հետեւյալ իրողությունները։ Փաշինյան Նիկոլի եկեղեցին գրավելու իր սրտի ուզած անձին հոգևորականի կարգավիճակով կաթողիկոս նշանակելու գործընթացը կամ process-ը 6 քայլերի արդյունքում ձախողվել է։ Փաշինյանը հիմա իրականացնում է 7-րդ քայլը։ Իրազեկում է մեզ լսողներին, որն է դիպչել եկեղեցու գույքին։ Այսինքն 55 եպիսկոպոս արքեպիսկոպոսներից 10 վարկաբեկիչ նյութերի, գայթակղությունների, խոստումների միջոցով դավաճանեցին եւ խախտեցին ուխտը գրավոր տրված եկեղեցուն եւ եկեղեցու հոգեվոր առաջնորդին։ Այսինքն 55-ից 10-ը 485 ամուսնացյալ քահանաներից 24-ը։ Հիմա հաշվի առնելով, որ այդ գործընթացը փաստացի այդ ապստամբներին միանալու իրականում ձախողվել է, հիմա հաջորդ քայլն են որոշել դիպչել եկեղեցու գույքին։ Այսինքն այն ամուսնացյալ քահանաները, որոնք այս կամ այն ձևով տարբեր եկեղեցիներում իրականացնում են ծիսական կարգ, այդ քահանաների կողքը կանգնեցնել փողոցի խուժանին, նախկինում երբեմնի բարերարներին, որոնց օժանդակությամբ նաև ենթադրենք կառուցվել է այդ եկեղեցին կամ բարենորոգվել է կամ վերանորոգվել է։ Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին, ուժային կառույցների ներկայացուցիչներին, եկեղեցու այն հավատավորներին, որոնց համար թանկ է 30 արծաթը։ Փաշինյանի ծրագիրը սա է՝ գրավել առավելագույն շատ եկեղեցի, որտեղ հակահաթոռ ստեղծելու համար բավարար չէ դեռևս հոգևորական, որը դավաճանել է իր տված ուխտին։ Այստեղ կոնկրետ գետնի վրա պետք է նաև եկեղեցիներ։ Այդ եկեղեցիների առգրավման երկու, այսպես ասենք, հաջողված փորձ ունի օրվա իշխանությունները։ Մեկը Հովանավանքի եկեղեցին է, մյուսը Թալինում գործող եկեղեցին։ Հիմա փորձ է անում Արարատի մարզում եւ այդպես աշխարհագրությունը մեծացնել։ Ընդ որում ասեմ ձեզ, այս գործընթացում առանձնապես այդպես խիստ շահագրգիռ չեն տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, հաշվի առնելով, որ այնուամենայնիվ կարող է մոտ ժամանակներից գա քարեր հավաքելու ժամանակը եւ քարեր հավաքելու ժամանակ եղավ այդ մարդիկ խնդիրներ կունենան ընդհանրապես ասենք այդ եկեղեցու համայնքի անդամներից, հարյուրներից, եթե ոչ հազարներից։ Կարծում եմ խնդիրներ կունենան նաև այն բարեգործները, որոնց համար եկեղեցին ներդրումային դաշտ է եւ եկեղեցին իրանց հոր տնից են բերել։ Այդ եկեղեցին, որը օծվել է, Աստծո տունն է, մեր հոր տունն է։ Օրվա իշխանությունները եւ իր խամաճիկները լավ իմանան, որ
գալու է մի պահ, երբ մեր եկեղեցու տասնյակ, եթե ոչ 100 հազարավոր հավատավոր եւ նվիրյալ զավակներ փորձելու են ազատագրել իրենց հոր տունը, որը ուժով վերցված է։ Եվ եթե այդ ազատագրման պահ եկավ, կարծում եմ շատ շատերի համար ոչ հաճելի րոպեներ, ժամեր եւ օրեր կարող է լինել։ Ուստի եւ այսօր դիմադրության ճակատը գնում է Փաշինյանի վարչախումբը, քանի եկեղեցի է կարողանում փաստացի գրավել։ Ուղղակի փորձել խլել մեր եկեղեցու պատկան գույքը։ Սա եթե ոչ այլ ինչ է, եթե ոչ պետական մակարդակով կազմակերպված ռեկետ կամ ավազակ, այսօր ավազակախումբը իշխանության է եւ ավազակաբարո իր քայլերով փորձ է անում խլել այն, ինչ ինքը ցանկանում է։ Սա էլ է ձախողվելու վստահաբար, սա էլ հաջողություն չի ունենա, բայց հիմա ուղղակի դիմադրության ճակատը սա է եւ կարծում եմ, որ առավել պետք է կազմակերպվեն մեր եկեղեցիների համայնքները իրենց եկեղեցու կանայ շուրջ, որպեսզի թույլ չտան, որ որևիցե մեկը ուղղակի ուժով այդ տարածքը իրենով անի եւ վերցնի։ Եվ հետո պայման թելադրի։ Բայց մենք տեսնում ենք, որ հակառակ կողմը Փաշինյանն էլ ըստ էության ոչինչի դեմ կանգ չի առնելու։ Դա ինձ համար նորություն չի։ Ես գիտեմ Փաշինյանը բերվել է ինչ խնդիրների համար։ Հիմա կռիվ է գնում։ Ես չեմ ուզում նորից թվարկել այն 6 քայլերը, որ Փաշինյանը կազմակերպել էր տերի պատվերով, որոնցից յուրաքանչյուրը ձախողվել է։ Ամենամեծ ձախողումը օրինակ դեկտեմբերի 18-ին Մայրաթոռում տաճարի գրոհն էր, դա էլ ձախողվեց։ Ինչ է, այդ ժամանակ եթե ստացվեր ներխուժեին տաճար վեհապար հայրապետի նկատմամբ բռնություն չէին կիրառելու, այո, կիրառելու էին։ Չստացվեց, հիմա մենք էլ փորձում ենք իրավունքի դաշտից եւ իրավունքի դաշտով քայլեր անել, որտեվ օրենքի խախտելու իրավունք տրված է միայն իրապահ համակարգին, որը երբևիցե չէր սեթևեթում, օրենքը խախտել եւ չպատժվել։ Ցանկացած քաղաքացի, որը իշխանության կերակրատաշտի մոտ չի, ինքը օրենքը խախտում է շատ արագ, ինչպես ասում են, իրապահ համակարգը իր հետևից է գալիս։ Դա համար մենք ձգտում ենք օրենքի շրջանակներում ամեն ինչ անել։ Այսօր սա է խաղականները եւ ուժերի հարաբերակցությունը։ Մենք պարտավոր ենք նրանք, ովքեր որ եկեղեցու զավակներ են, ովքեր որ պաշտպանում են, մենք օրենքի շրջանակներում մեր քայլերը պետք է լինի, այլ տրամաբանության չի լինելու։ Այդպես։ Շատ լավ, հիմա մյուս հարցերին անդրադառնանք Դավոսում, ինչ տեղի ունեցավ, Թրամփի հայտարարությունները, իմիջիալից այսօր մենք զրուցում էինք Հարութ Սասունյանի հետ, վերջինս ասում է այս մարդը արդեն ըստ էության չափ ու սահմանները անցել է եւ աղետ է դառնում մարդկության գլխին։ Նոր մարտահրավերներ են նետում ըստ էության Թրամփը եւ սրան հաջորդեց նաեւ Կանադայի վարչապետի ինչ որտեղ նաեւ աղմկահարույց հայտարարությունը, որ Թրամփը տնտեսական մաքսատուրքերը մահակ է դարձրել, ինչ է անում ինքը Թրամփը, նոր աշխարհակարգ է ձևավորում, թե այս կերպ ինքը փորձում է, այսպես աշխարհն են բաժանում միմյանց միջև, թե այս կերպ ինքը փորձում է վերջնականապես Ռուսաստանի եւ Չինաստանի հարցերը լուծել, որովհետեւ առևտրային բոլոր ճանապարհները, այսպես ասենք, վերցնելով փորձում է վերցնել իր ձեռքը, համեցեք։ Նախ շատ խնդիրներ է լուծում, այդպես մի խնդիր չի։ Նախ ձեր գնահատականը, որ իբր չափ ու սահմանը ասում է, ինքը չափ ու սահմանն է վերաձևվում, իդեպ։ Չափը եւ սահմանը, հիմա ինքն է որոշում եւ այն խումբը կառավարիչների, որ իր հետ եկել են իշխանության, իրենք են որոշում, ինչ կարելի է, ինչ չի կարելի, ումը ինչ կարելի է։ Ըստ իրենց ամեն ինչ կարելի է, ամեն ինչ կարելի է, մյուսներին ոչ։ Մի փոքր ընկրկում են, երբ Ռուսաստանի հետ որոշ հարցերում հարաբերվում են, այստեղ մի փոքր ավելի զգուշ են, հաշվի առնելով, որ Ռուսաստանը միջուկային գերտերություն է։ Որոշ տեղեր փորձում են համագործակցել, որոշ տեղեր լսել Ռուսաստանի կարծիքը։ Մնացած այլ պետությունների վրա Միացյալ Նահանգները, պետությունների նկատմամբ Միացյալ Նահանգները իրեն պահում է, ինչպես ասենք, մետրոպոլյան վասալին կամ գաղութին կամ գերտերությունը երրորդ աշխարհի երկրին, եթե այսօրվա տերմինաբանությամբ խոսենք, դա գերտերությունն է, ռազմական եւ տնտեսական առումով գաղութային երկրներն։
Հիմա Միացյալ Նահանգները նախ ինչ խնդիր է լուծում։ Լուծում է հետևյալ խնդիրը՝ համաշխարհային տիրապետություն։ Ճիշտ է, այդ երկրի նախագահ եւ իր վարչակազմը որոշակի առումով համակերպվել են, որ աշխարհը բազմաբևեռ պետք է լինի, բայց առավելագույն իրենք ձգտում են, որ աշխարհը ունենա երկու բևեռ, ընդ որում այդ երկու բևեռից համար մեկը իրենք լինեն, երկրորդը Ռուսաստանը։ Միացյալ Նահանգները չի կարող հաշվի չառնել Ռուսաստանի ռազմական հզորությունը։ Իր համար խնդրահարույց է Չինաստանի տնտեսությունը, որը մրցակցում է իր տնտեսության հետ, աշխարհում միակ պետությունը, որը մրցակցային է ԱՄՆ-ի հետ։ Մյուսները ձգտում են հասնել, բայց այս բան միայն ԱՄՆ-ի համար խնդրեմը Չինաստանի տնտեսությունն է։ Սա նշանակում է, որ Չինաստանի տնտեսությունը պետք է թուլացվի։ Այդ թուլացման տարբեր ձևեր կան։ Այն ինչ տեղի ունեցավ Վենեսուելայում եւ Իրանում, իշխանափոխություն, նախագահի առևանգում, գերեվարում եւ այլն, իշխանափոխության փորձ Իրանում, որը տապալվեց։ Այս բոլորը ունի մեկ նպատակ։ Նավթ հումք, որը Չինաստանի տնտեսության հոսանքի արտադրության մոտ 80%-ն է տալիս։ Այսինքն հսկողություն կամ արգելանք այդ նավթի Չինաստանի վաճառքի համար եւ գնային քաղաքականություն, կոմունիկացիաների վրա վերահսկողություն եւ բնականաբար Չինաստանի տնտեսությունը բավական լուրջ հարված կարող է ստանալ, ինչը Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմի համար բավական շահեկան վիճակ է ուրեմն ապահովում։ Երրորդ խնդիրը, որտեղ Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմը փորձում է լուծել, հաշվի առնելով, որ ընդերքի հետ կապված նա մրցակցային չէ Ռուսաստանի հետ, Ռուսաստանի ընդերքի հետ, խոսքս ոչ միայն գազի, նավթի պաշարներ, այլև հատուկ մետաղների, այդպիսի պաշարներ կան բավականին մեծ, անհամեմատ մեծ, քան առ այսօր, ասենք, երկիր մոլորակի բոլոր պետությունների պաշարները միասին վերցած։ Խոսքս որոշ տեսակի հատուկ մետաղներ, այդ թվում գազի, նավթի առյուծի բաժինը այսօր գտնվում է Արկտիկայում։ Տրամպը երբ եկավ իշխանության, առաջին մտքերից մեկը, որ ասեց, որը ինչ որտեղ ծաղրի արժանացավ, օրինակ, բայց ոչ ինձ մոտ, Գրենլանդիան եւ Կանադան ԱՄՆ-ին միացնել որպես առանցին նահանգներ։ Ակնհայտ է, որ այստեղ ընդերքի խնդիրն է։ Հիմա Գրենլանդիան ինքը կարող է ուժով վերցնել, սկզբունքորեն որից է խանգարող գործոն չկա, որտեվ այն ռազմական բազան, որ ժամանակին Միացյալ Նահանգները տեղադրել, այդ թվում նաև օդուժ Գրենլանդիայում մոտ 6000 անձնակազմ ուներ, այսօր մնացել է 400, բայց այդ 400 բավարար է, որ Գրենլանդիայում անզեն ժողովրդին ստիպի, որ վերջինս մեծ ցանկություն ունան միանալու կամ դառնալու ԱՄՆ-ի 51-րդ նահանգ։ Դա չի ուզում անել, ինչ որ գին է առաջարկում, ասում է ես ուզում եմ գնել, կամ գնի Գրենլանդիայի այն տարածքները, որը ԱՄՆ-ի համար ստրատեգիական է, այդ թվում նաև հյուսային ծովային ճանապարհի մասերը իր վերահսկողությունը ռազմական բազաների տեսքով հաստատելու, որը եւս շատ կարեւոր է։ Այսինքն Գրենլանդիա շուտով Կանադա, ընդերքի խնդիր է, Արկտիկայում իր մասնաբաժինը, ասենք եթե Ռուսաստանը ունի Արկտիկայում մասնաբաժնի մոտ 42%, ապա Կանադայի եւ Գրենլանդիայի միացման դեպքում ԱՄՆ-ին տարբեր ձևակերպներով, թե էական չի ինքը գնում է, թե տալիս են ԱՄՆ-ին վարձակալության, ասենք մոտակա 999 տարով օգտագործելու, դա էական չի։ Երբ ԱՄՆ-ի հսկողության ներքո է անցնում եւ դառնում է ԱՄՆ-ի օգտագործման գոնե նվազագույնը համար որպես սեփականություն, դա նշանակում է, որ ԱՄՆ-ը եւս ունենալու է Արկտիկայի տարածքի մոտ 42-43%, մի փոքր ավելի քան Ռուսաստանը։ Սա նշանակում է, որ ԱՄՆ-ը լուծում է իր ռեսուրսային այն խոցելի վիճակը ի համեմատ Ռուսաստանը, որ ինքը ունի։ Այս երեք խնդիրը հիմա ազդեցության առումով առավելագույն թույլատվում է 4-րդ խնդիրը, որը ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը դրել է, հաշվի առնելով, որ Եվրամիությունը եւ այլ վերպետական կառույցները գլոբալիստների գործիքներն են, այդ թվում նաեւ Ֆեդերալ ռեզերվային համակարգ, այդ թվում Եվրամիության տարբեր կառույցներ, Տրամպի վարչակազմը փորձում է այդ ամեն ինչը ոչնչացնել վերպետական կառույցներ, որտեղ դրանք գլոբալիստները իր
երկրի եւ իր վարչակազմի համար մրցակից կառույցներ են։ Հիմա այնինչ Դավոսում է տեղ ունենում, իրականում այո, փորձ է արվում ստեղծել այլընտրանքային աշխարհի համար կառավարման նոր մարմին։ Ասենք, չասեմ հակադրություն, բայց այլընտրանք Միացյալ Ազգերի կազմակերպության։ Որտեղ են խաղի կանոնները, որտեղ Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմը փորձում է պարտադրել բոլորին, այդ խաղի կանոնների մեջ չի մտնում 1945 թվականի Պոզդամի կոնֆերանսով ամրագրված երկրների միջպետական հարաբերություններում ամենակարևորագույն սկզբունքի պահպանումը, այն է տարածքային ամբողջականություն, որպես կարևորագույն, ամենակարևորագույն գործոն պետությունների խաղաղ գոյակցության եւ երկիր մոլորակի վրա միջուկային պատերազմներից զերծ մնալու որպես սկզբունք։ Հիմա Միացյալ Նահանգները խախտում է այդ սկզբունքը։ Ակնհայտ է այն ինչ արեց ինքը Վենեսուելայում, այն ինչ արեց եւ փորձում է անել Գրիլանդիայում։ Հետաբար այս նոր մարմինը, որի անդամակցության համար անդամակցողը $1 միլիարդ գումար պետք է որպես անդամավճար վճարի, այս նոր մարմինը խնդիր ունի փաստացի դառնալ այլընտրանքային մակ կամ գոնե նվազագույնը անվտանգության նոր խորհուրդ կամ անվտանգության խորհրդի մշտական նոր անդամներ։ Ընդ որում ես կարծում եմ, որ ըստ ԱՄՆ նախագահի, եթե այդպիսի մարմին ստեղծի, դա կլինի նախկին խորհրդի ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական անդամ 5 երկրներից 3-ի մասնակցությամբ, խոսքս իր Ռուսաստանի եւ Չինաստանի մասն է։ Եվ Միացյալ Նահանգները առանձնապես ողջևորված չի, որ այդ անվտանգության մշտական անդամ խորհրդի կազմում լինի Բրիտանիան եւ Ֆրանսիան։ Հաշվի առնելով, որ այդ երկու երկրներում կառավարիչները գլոբալիստների ուժերն են, գլոբալիստների կողմից նշանակված անձինք։ Եվ այս հիմնական խնդիրներն է, որ այս պահին Միացյալ Նահանգները փորձում է լուծել։ Ավելին ասեմ ձեզ, Միացյալ Նահանգների համար ստրատեգիականը ներկա ժամանակաշրջանում իր կիսագունդն է, Ամերիկա մայրցամաքը։ Այնտեղ ամբողջովին հսկողություն եւ վերահսկողություն սահման է։ Բոլոր երկրների նկատմամբ անխտիր, բոլորին։ Այդ դեպքում առանց հետևանքի այդ կիսագնդից տարածքներ միացնել ուղղակի իրեն, դարձնելով ԱՄՆ հերթական նահանգը։ Դա առաջին հերթին վերաբերվում է խոսքս Գրիլանդիայի եւ Կանադայի մասին է։ Կարգ ու կանոն իր մայրցամաքում եւ գործնականon գոնե նվազագույնը տնտեսական եւ կոմունիկացիոն ազդեցություն Եվրասիա մայրցամաքի վրա։ Այսօր այն ինչ Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմը անում է։ Եվ ամենակարևորը կանգնեցնել գլոբալիստների կողմից Ուկրաինայում սանձազերծած պատերազմը, որտեղ դա իր համար կարող է խնդիրներ առաջացնել այս տարի նոյեմբերին կոնգրեսի միջանկյալ ընտրություններում, եթե տեսականորեն դեմոկրատները հաղթեն, ապա հաջորդ օրից դրան կարող են սկսել ԱՄՆ-ում իմպիչմենտի գործընթաց, որը եթե հաջողություն էլ չունենա, ապա այն կարող է տևել մինչև ԱՄՆ-ի հաջորդ նախագահական ընտրություններ, որով բավականին խոցելի կդարձնի եւ կթույլատնի հանրապետականների դիրքերը եւ նրանց հավանականությունը, որպեսզի հանրապետական տեխնացուն դառնա հաջորդ նախագահ։ Այս այն ինչ որ հիմա կատարվում է եւ շատ բնական է, որ այդ շահերի բախման ժամանակ այն տարածաշրջանները, որոնք ունեն ուժային կենտրոնների համար կարևորություն, այդ տարածաշրջաններում հավանականությունը մեծ է մասնավորապես ռազմական գործողություններ կամ պատերազմ սկսելու։ Այդպիսի տարածաշրջան նաև մեր տարածաշրջանն է հանձնում, հաշվի առնելով, որ Միացյալ Նահանգները այնուամենայնիվ հետ չի կանգնել Իրանի Իսլամական Հանրապետությունում իշխանափոխություն իրականացնելու իր եւ Իսրայելի ղեկավարության մտքից։ Ու մենք այս իրականության մեջ նաև ականատեսը եղանք, նաև Նիկոլ Փաշինյանը, Վահագն Խաչատուրյանն էին Դավոսում, այդ վիճակը իրենց նախ ինչպես կբնորոշեք եւ այս իրականության մեջ, որ որևէ հարց նորից չբարձրաձայնել մեր ռազմագերիների մասին, խնդրեմ այս մասով ձեր տեսակետը եւ լավ, որպեսզի ձեզ չընդհատեմ, այս հարցն ամբողջության մեջ տամ, սպասվում է փետրվարին Վենսի այցը Հայաստան, այնուհետև Ադրբեջան,
Պարոն Աշոտյան օրինակ գրառում էր արել կոչ, որ պետք է սա նպատակահարմար օգտագործել այս այցը եւ բարձրաձայնել, որ քրիստոնյաները հալածվում են իրենց երկրում, հայ գործիչները, հայ մարդը հալածվում է Բաքվի բանտում։ Այս ամենը բարձրաձայնենք, նաև այսօր հենց նորից մեջ բերեմ պարոն Սասունյանի հետ զրույցի ժամանակ ասած, ես ինքս նաև կոչ եմ անում, որ հազարավոր մեր հայրենակիցները Վենսի գալու ընթառաջ կամ գալու արդեն այստեղ եղած ժամանակահատվածում շրջափակեն Միացյալ Նահանգների դեսպանատունը եւ բարձրաձայնեն այս խնդիրները, որի առջև կանգնած ենք մենք։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Որովհետև Վենսի պահով մենք նախադեպը տեսել ենք Բելարուսի օրինակով, այսինքն ինչու ոչ պետք է այս տարբերակը կիրառվի նաև Հայաստանի պարագայում։ Իսկ ինչու սпасել մինչև Վենսը Հայաստան գա եւ ինչու դա պետք է սկսի Հայաստանի Հանրապետությունից։ Եկեք այդ ամեն ինչը սկսենք Միացյալ Նահանգներից։ Հաշվի առնելով, որ Միացյալ Նահանգներում բավականաչափ մեր քույրերն ու եղբայրներն են մեծ թվով ապրում, կշիռ ունեն եւ քաղաքական, եւ տնտեսական, եւ լրատվամիջոցների եւ բարեգործական ընկերությունների։ Ես կարծում եմ այդ գործը կարելի է սկսել հենց Միացյալ Նահանգներից։ Այս պահից իմ հորդորը նաեւ պարոն Սասունյանին այդ գործը կարելի է այնտեղ կազմակերպել, իհարկե, որովհետեւ տարբեր աղբյուրներ այնուամենայնիվ նշում են, որ ԱՄՆ ներկայիս փոխնախագահ համարվելու ամենահավանական տեխնացուներից մեկը, եթե ոչ ամենահավանականը, ԱՄՆ հաջորդ նախագահական ընտրություններում։ Հաշվի առնելով այս իրողությունը, թող հայ համայնքը Միացյալ Նահանգներում առաջին հերթին իհարկե եւ այդ համայնքին սատարումը նաեւ սփյուռքի այլ գաղթօջախներում մեր հայրենակիցների կեցվածքը թող սկսեն այդ հորդորը, չասեմ պահանջ, որտեվ վերջին հաշվով նման կեցված միայն ԱՄՆ քաղաքացիները կարող են տալ, ու ասենք ազգությամբ հայերը։ Թող սկսեն պարոն Վենսին եւ ծանուցում, հորդոր, խնդրանք քրիստոնյա ամենահին եկեղեցու նկատմամբ, հոգևոր առաջնորդի նկատմամբ, հոգևորականների նկատմամբ Հայաստանի օրվա վարչակազմի կեցվածքի հետ կապված։ Օրինակ ինձ հետաքրքիր է, եթե ԱՄՆ-ում այս ամեն ինչը սկսի եւ դա իր շարունակությունը ստանա նաեւ այն ժամանակ, երբ Վենսը հայտնվի պաշտոնական հայցով Հայաստանի Հանրապետություն եւ շարունակվի բականին բուրըն օթանավականից սկսած պարոն Վենսին դիմավորելով։ Մեր ժողովուրդը ԱՄՆ փոխնախագահի նկատմամբ համապատասխան կեցված դրսևորի եւ այստեղ իրոք պահանջատեր լինի, հաշվի առնելով ԱՄՆ-ի կշիռը աշխարհում։ Եվ կարծում եմ ինքը արդյունք կտա, չի կարող արդյունք չտալ, հաշվի առնելով, որ Միացյալ Նահանգների համար շատ կարևոր է, թե ապագա ստեղծվելիք աշխարհում ով է դառնալու, որ եկեղեցին է դառնալու քրիստոնյա աշխարհում, որպես դոմինանտ եկեղեցի, իսկ ԱՄՆ նման հավակնություններ ունի։ Եվ հետեւաբար թող եւ ԱՄՆ-ի այն քաղաքացիները, որոնք ազգությամբ հայ են, մեր եկեղեցու նվիրյալ եւ հավատավոր զավակները այնտեղ այս պայծ սկսեն, այստեղ էլ անհրաժեշտ պահին, երբ ԱՄՆ փոխնախագահ պարոն Վենսը լինի Հայաստանում, այստեղ էլ մեր եկեղեցու զավակները այստեղ կեցված դրսևորեն։ Ես կարծում եմ չի կարող անարդյունավետ լինել, ավելին, ես հակված եմ, որ խիստ արդյունավետ կլինի, խիստ արդյունավետ։ Առավելևս, եթե օրինակ ԱՄՆ փոխնախագահ հանդիպի հայ առաքելական Սուրբ եկեղեցու հոգևոր առաջնորդի եւ այս հարցերը դառնա քննարկման նյութ։ Ինչ է կարծում այդ հանդիպան ժամանակ Նիկոլը քանի միկրոինֆարկտ կարող է ստանալ։ Ես կարծում եմ այս աշխատանքը պետք է արվի եւ սա մեզանից յուրաքանչյուրի ջանքն է պահանջում։ Ցանկացած քաղաքացու, այդ թվում եւ ԱՄՆ-ում բնակվող մեր քույրերի, եղբայրների եւ Հայաստանի Հանրապետությունում հաշվեք սա իմ կողմից իմ ընկերներին, մեր համախոհներին, մեր եկեղեցու զավակներին, որ շքի առումով նաև առաջարկ, հորդոր, խնդրանք, ոնց ուզում եք մտածեք, այս գործը պետք է արվի։ Սա ինչ վերաբերվում է ԱՄՆ փոխնախագահի այցի հետ կապված, սա խիստ գործնական։ Այդ տեսությունը տեսություն, այդ թվում նաև կարծում եմ լավագույնս իրեն դրսևորած մեր զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները, խմբագիրները, այդ լրատվամիջոցների ղեկավարները, իրենց համար սա որոշակի առումով քարոզչական ուղենիշային գործընթացի սկիզբ մեկնարկ կարող է դառնալ։ Դիմավորում ենք պարոն Վենսին, ԱՄՆ-ից սկսած,
ԱՄՆ-ում մեր քույրերն ու եղբայրները ճանապարհում են, փետրվարի քանիսին է գալու պարոն Վենսը ըստ նախնական տեղեկությունների։ Չէ, ես չգիտեմ, ասում են նու կեսերին ընդունենք։ Դե այսինքն բական չեմ ժամանակ կա, մի 20 օր կա, այդ 20 օրվա ընթացքում բական լուրջ աշխատանք կարելի է։ Նամակներով, կազմակերպությունների անուններով, անհատներով, այսպես ասենք, հայտնի մարդկանցով եւ ոչ միայն հայերի, ինչու հայերի, միայն հայերի, քրիստոնյաների, հնարավոր է։ Եվ այդ բոլորը փաստորեն կեցված դրսևորեն պարոն Վենսի եւ ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի նկատմամբ։ Ես կարծում եմ ինքը խիստ արդյունավետ գործիք կարող է լինել։ Սա ինչ վերաբերում է Վենսի հետ կապված, ձեր առաջին հարցը ինչիներ ուղված։ Նաեւ Փաշինյանի եւ Խաչատուրյանի։ Հա, այնտեղ քծնանքի այդ դոզան, որը իրոք սրտխառնոց է։ Ես հիշում եմ, երբ այդ մի պա տեղեկատվական հոսքերը նայելուց աշկիս առաջ, այսպես ասենք, հայտնվեց եւ լսեցի, երբ Փաշինյանը 18 թվականին այսպես ոգևորված ասում էր, որ մեր անկախ Հայաստանի ամենամեծ ձեռքբերումը ինքնիշխան ազատ անկախ Արցախն է։ Եվ այսօր Հայաստանի նախագահ կոչեցյալը քծնանքի մեծ դոզա է տալիս Ադրբեջանի նախագահին։ Իդեպ ասեմ ձեզ, այդ մարդիկ թուրքական աշխարհին եւ թուրք էթնոսի մտածողությանը կարծում եմ բավականին անհաղորդ են, որտեվ եթե այդ ժողովուրդը խոսքս Թուրքիայի մասին է, իր դիմաց թուլություն է տեսնում, դա իր համար կարծես թե մոլության նման մի բան լինի, ինքը շատ արագ որոշում է այդ տարածքը այդ ժողովրդին գրավել, նվաճել, ոչնչացնել, ոնց որ ասեն գիշատիչը առնում է արյան հոտը։ Սովորաբար նրանք նաև արյան հոտով են որսի վրա գնում, հիմա Օսմանյան կայսրության իրավահաջորդ ներկայիս Թուրքիան չի փոխել, ոչ էլ է ժողովուրդն է իր ներքին էությունը փոխել։ Նրանք միշտ գնում են զոհի վրա, թուլության վրա եւ երբ թուլությունը զգում են ուղակի որսալուց առաջ կարող են մկան ու կատվի խաղ անեն։ Կոնկրետ մեզ հետ, այսինքն դեռևս պահը չի ուժով վերցնել։ Այնպես ինչպես ես ուղակի կներեք մի զուգահեռ բերեմ 2009 թվականին Էրդողանը հանդիպում էր Սիրիայյան ժամանակվա նախագահ Ասադի հետ ընտանիքներով, տիկնանցով եւ սիրո ինչպիսի խոստումներ ու դրսևորումներ Էրդողանի կողմից ասելով որ ինքը շատ է ցավում որ Ասադը իր արյունակից եղբայրը չի բայց հավատակից եղբայրն է որպես եղբայր հավասիկ այդ պետության մասնատման Ալևների մեծագույն ողբերգության հիմնական դերակատարը փաստացի անցացավ Թուրքիայի ներկայիս նախագահ Էրդողանը։ Այսպիսին է Թուրքիայի քաղաքականությունը։ Այսօր կարող են սիրաշահել, գայթակղել, ծուղակը պատրաստել, պահը լինի միանգամից գցել ծուղակը։ Այնպես ինչպես օրինակ մի 3 օր է տեղեկատվական հոսքերում կա տեղեկատվություն առայն որ թուրքական մի ֆոնդի կողմից, որի հոգաբարձների խորհրդի նախագահն Էրդողանը ֆինանսավորում է տալիս հայկական մի կազմակերպության, որը ֆինանսավորում է, որ օգնում է Իմ քայլը հիմնադրամին։ Կարծում եմ, որ այս մեկի համար գաղտնիք չի Իմ քայլի իրական շահառուն եւ սեփականատերը այդ ֆոնդի $10 միլիոն գումար զոհված ազատամարտիկների ընտանիքներին, նրանց զավակներին, հաշմանդամներին, ծերերին, տնազուրկներին, բազմատամ ընտանիքի անդամներին Թուրքիան տալիս է գումար արյան գին եւ այդ արյան գնի մեջ, ինչպես ասում են, փայ մտնում է Իմ քայլի հիմնադրամը։ Եթե թուրքական աղբյուրներով տարածող տեղեկատվությունը կեղծիք էր, կարծում եմ ճիշտ ժամանակն է, որպեսզի Իմ քայլը հաջորդ օրը հերքեր, որ նման տեղեկատվությունը, որ տարածվել է, իրականության չի անպատասխանում։ Թե չէ կարող է հասնի, ասենք քանի տարի, ասենք 6 տարի, մեկ էլ Փաշինյանը հիշի ասի, ով ասում որ կամ որտեղ է գրված, այդ երբ են ասել,
որի մասին որ ես դրամաշորտ լրագրող եմ։ Ես չեմ լսել, պատկերացրեք, 2020 թվականի ասված խոսքը մի անձի կողմից, ասում է, չէ, ես նման բան չեմ լսել, երբ որ այդ խոսքը միլիոնավոր դիտումներ ա եղել տեսանյութ, հա։ Թե չէ ստեղել, իմ քայլ հիմնադրամը կարող է մի 6 տարի հետո ասի, չէ, ես չեմ իմացել, որ նման տեղեկատվություն ա եղել։ Այնպես որ 4 օր անցել է, չի հերքել, սա նշանակում է մենք ընդունում ենք գիտություն։ Թուրքիան, որը 44-օրյա պատերազմի իրական կառավարիչներ, իսկ պատերազմի ինքը process է, այս process-ը պարտադիր ունենում է կառավարիչ, այսինքն հրամկազմը պլանավորումը գործողությունների Թուրքիայի 3-րդ դաշտային բանակի հրամկազմներ անում։ Հիմա տալիս է արյան գին։ Ցանկացած հայ, Հայաստանի քաղաքացի, եթե իրոք այդ գումարը գալու է նստի հիմքայլ հիմնադրամին եւ որը սկսի բաժանել, յուրաքանչյուր անձ իմանա ինչ գին է իր զավակի, իր ամուսնու, իր որդու, իր դստեր, իր ծնողի արյան գինն է ինքը վերցնում։ Այսպիսի մենք ցավոք սրտի պրակտիկա ունենք, որոշ անձիկ, որոնց զավակները զոհվել են, արյան գին վաճառեցին։ Իրենց բարեկեցիկ, այսպես ասենք, կյանքի համար։ Հիմա եթե մարդիկ վերցնելու են, թող հարևանները, բարեկամները, ընկերները իմանան եւ համապատասխան վերաբերմունք հանդես բերեն, թե ինչ ասել է թուրքական փողերը, որը իրականում տրվում է որպես արյանգին, Հայաստանի քաղաքացիները վերցնեն։ Սա էլ ինչ վերաբերվում է Փաշինյանի եւ նախագահ Կոչեցյալի դաուսում լինելու։ Եվ վերջում ուղղակի ավելացնեմ, որ երբեք այդ ժպիտները, այդպես ոտքին հարվածելը, գլխին տնտբացնելը, լավականգնած չէր միատել, ինչպես ասում են, թեթև, հա, վզակոտին եւ հետևին քսելը, դա ոչ մի բան չի նշանակում։ ԱՄՆ ներկայիս վարչակազմը մի խնդիր ա դրել համաշխարհային տիրապետություն, իր համար բոլորը զոհ են։ Ընդ որում ինքը հարգում է այն ժողովուրդներին եւ այն պետություններին, դա շատ բնական է, ուժի պաշտամունք ունեցող երկրի ղեկավարը կարող է հարգել միայն ուժ ունեցող եւ դիմադրող եւ չծնկող պետության ղեկավարի եւ այդ ժողովրդին։ Մնացածը հարգանքի արժան չեն, մնացածը մատաղացու են։ Այսօր Փաշինյանը իր բնույթով որպես այդպեսին մեր ժողովրդին աշխարհին ներկայացնում որպես մատաղացու։ Ժամանակն է, որ մեր ժողովուրդը իր ծնկած վիճակից կանգնի եւ իր մեջ կուղղի։ Հակառակ դեպքում 100 տարի 100 ասենք 11 տարի առաջ ինչ տեղի ունեցավ, կարող է բախել մեր դուռը։ Երբեք չխաբվեք այսպես կոչված խաղաղությամբ։ Չկա խաղաղություն, քանի դեռ աշխարհը վերաբաժանված չի։ Առնվազն մոտակա մի քանի տարին, իսկ եթե ավելի երկար մրցակցային առումով այդ մրցակցությունը միշտ է գնալու, որը պարբերաբար լինելու է պատերազմ տեղեկատվական ոլորտում, տնտեսական ոլորտում, հոգևոր ոլորտում, որոնց ընթացքում կարող է լինել նաև տաք պատերազմ գետնի վրա։ Հիմա եթե դու ոչինչի պատրաստ չես, դա նշանակում է դու դրում ես զոհասեղան։ Եվ պատահական չի, որ ԱՄՆ նախագահ անցյալ տարի օգոստոսի 8-ին հանեց 907 բանաձև արգելքը, որով Ադրբեջանը ուղիղ ռազմատեխնիկական համագործակցություն է այլևս իրականացնելու ԱՄՆ-ի հետ։ Ինչու հանեց, եթե ԱՄՆ ցանկանում է այս տարածաշրջանում խաղաղություն։ ԱՄՆ ունի ծրագրեր Սև ծով, Կասպից ծով մտնելու, իր նավատորմ ունենալու Ադրբեջանի միջոցով։ Իսկ Հայաստանին խաղաղ ատոմի մասին լոլոներ են կարդում։ Ես կարծում եմ, որ լոլոնելի բուն նպատակը ատոմականը փակելն է եւ Հայաստանի ժողովուրդը որպես ճագար փորձարկման տարածք այսպես կոչված մոդուլային ատոմականի կառուցման հետ կապված գործընթացներ, ընդ որում ԱՄՆ երբևիցե որից այդտեղ չի կառուցել եւ որի վերաբերյալ դե Փաշինյանը խոստացել է։ Խոստացել է, երբ որ պատահական չէր Փաշինյանը իր դիլետանտությունը կամ կանխամտածված սուտը կեղծիկը փաթեթավորում էր հետեւյալ մտքով, ասում էր աշխարհում չկա մի երկիր, որը մոդուլային ատոմական կառուցած լինի, կեղծիկ։ Ռուսաստանն է առաջատարը եւ այս վերջերս ընդհանրապես միայն Չինաստանն է սկսել կառուցել։ Ռուսները նույնիսկ նավերի վրա ունեն մոդուլային ատոմականներ, այսինքն միջուկային ռեակտոր, որը նավի վրա արտադրում է հոսանք, որը սպառում է, ասենք հեռավոր արևելքում ինչ որ տարածքներ, լինի ռազմական բազաներ, թե հումք արդյունահանող ուրեմն գործարաններ։
Եվ ասում էր, այդ գործում Փաշինյանն էր ասում, այդ գործում առաջատարը ով է ԱՄՆ-ը, հետաբար մենք կդիմենք ԱՄՆ-ին։ Ես կարծում եմ, որ Փաշինյանը ոչ միայն այս տարածքը, այլ մեր ժողովրդին, մեր զավակներին ճագարի տեղադրել։ Եվ էժանով խուրդումա ԱՄՆ-ի վրա։ Մենք հասկանանք, թե ինչ ապագայա պատրաստել այս անձը եւ համաձայնվել։ Մի կողմից ԱՄՆ-ի տնտեսական էքսպանսիան հանքարդյունաբերությամբ ԱՄՆ-ն մեզ էժանով, ինչպես դուք ասացիք, խուրդում է Թուրքիային։ Փաշինյանը ԱՄՆ-ին, իսկ անհրաժեշտ պահին իհարկե, եթե ԱՄՆ-ի շահեր լինի, մենք այսպես ասած որպես գիրացած խոչկոր ԱՄՆ-ը զոհասեղանին կդնի Թուրքիայի հետ իրենց բազարներում։ Իսկ որ Թուրքիայի ներկայիս վարչակազմը եւ իր ղեկավարը ծնկող չի, իհարկե ինքը պայմանավորող է, ինքը ուժային բալանսը աշխարհում հասկանում է։ Միաժամանակ հասկանում է, որ Հայաստանի Հանրապետությունը ընդհանրապես թուրքական աշխարհի համար գլխացավանք է, այդ գլխացավանքը ուղղակի պիտի հիմնովին եւ արմատապես լուծում ստանա։ Իսկ լուծումը մեկն է, որ մենք այստեղ պիտի չլնենք։ Թե ինչպես չլնենք եւ երբ չլնենք, այդ կորոշի Թուրքիան։ Իսկ Փաշինյանի գործը այստեղ որն է։ Հայաստանը ամբողջովին մտցնել Թուրքիայի օրբիտայի տնտեսական անվտանգային եւ հիմա էլ ասենք որ Թուրքիայի նախագահ որոշի Փաշինյանի հետ միասին թե ով է Հայաստանում դառնալու մեր եկեղեցու հոգեոր առաջնորդը։ Այսինքն Թուրքիան այստեղ շահառուներից մեկն է հանդես գալիս։ Հասկանա։ Մեկ այլ հարցի հետ կապված կուզենք ձեր տեսակետը լսել, պարոն Նահապետյան, տեսեք, չնայած դուք առիթ ունեցել եք անդրադառնալու Սալավիովի հայտարարությանը, հիմա այս մյուս հայտարարության հետ կապված ուղղակի լսենք, հետո հարցս ձևակերպեմ։ Трамп. И ясно почему. При этом забавно, как его высказывания приводят к тому, что вызывают послов всех, кому не лень, возомнившие о себе не весь что, считающие, что, находясь в своих деспотиях, они имеют возможность влиять на нашу демократию. Так вот, обращаюсь ко многим недовольным мною. Подумайте, что вы в своей жизни делаете не так, что вызываете столь ярую критику, в том числе и от меня. И может быть вам станет проще. Кстати, я жду, когда вызовут посла Соединенных Штатов Америки после следующей фразы Дональда Трампа, который сказал буквально такое. Но Путин сказал мне, я не могу поверить, что это регулирует войну. Я работал в течение 10 лет, потому что это его территория, говорит Дональд Трамп о конфликте на Кавказе. Ну, как? Это его территория. То есть Дональд Трамп считает, что это территория Путина. Ну, где возмущение? Где могучие МИДы, вызывающие к себе послов Соединенных Штатов Америки, чтобы сказать им, как смеет Дональд Трамп заявлять, что Кавказ – это территория Путина? Нет? Бздите! Ну, понятно, это же не... Это же ООО, ему все можно? Да. Ему можно, а вам нельзя. Иначе бы вы уже вызвали послов Соединенных Штатов Америки в соответствующие государства и высказали претензию, почему вдруг такое неуважение к суверенитету этих стран. Страшно? Угу. Понятно. Եվ այսպես Սալավիովի հայտարարությունների նաև դուք եք անդրադարձել, բայց այս հայտարարության մասով մենք տեսանք Հայաստանում ինչպես այսպես հակառուսական տրամադրությունները գեներացվեցին, վայ, տեսեք, ինչ են անում ռուսները, ինչ է առաջարկում Սալավիովը, իմիջիայլոց այդ հակառուսական տրամադրությունները գեներացնողները նաև ըստ էության զեզել էին թիրախավորել։ Ես կխնդրեմ հիմա այս մասով ձեր տեսակետը արտահայտեք եւ ըստ էության Սալավիովի այս խոսքը ավելի շուտ ուղղված է նաև իր երկրի ղեկավարին Պուտինին, մասնավորապես նաև Թրամփն էլ է ինչ է հայտարարում, որ ըստ էության Կովկասը Պուտինի, այսպես ասենք, տարածքն է, իրենն է, խնդրեմ։ Ես ուղղակի ԱՄՆ նախագահի այդ խոսքը ուղղակի չասեմ, երբ ասում է Կովկասը Պուտինի տարածքն է, խոսքս ազդեցության մասին է, սեփականության մասին չի։ Եթե այս տարածքը Պուտինի տարածքը լիներ, այս տարածքը վաղուց Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ կլներ։ Այնպես ինչպես օրինակ Ռուսաստանը գտավ, որ
Դոնեցկը, Լուգանսկը, Ղրիմը, Խերսոնը, Զապորոժեն դա Ռուսաստանի տարածք են եւ Պետդուման ընդունեց համապատասխան որոշում Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ դառնալու իմ նշած տարածքները եւ որի ազատագրման համար այսօր Ռուսաստանի բանակը պատերազմում է ՆԱՏՕ-ի հետ Ուկրաինայի տարածքում։ Ես կարծում եմ ԱՄՆ նախագահը ավելի շուտ ասում է, որ այդ տարածքը Ռուսաստանի ազդեցության տարածք է։ Ազդեցությունը առաջին հերթին դա վերաբերում է քաղաքական եւ ավանդական կոմպոնենտին, բայց ոչ առաջին հերթին տնտեսական, որտեղ այնուամենայնիվ այս տարածքում Միացյալ Նահանգները ներկայացված է մասնավորապես Տրամպի ուղով որպես տնտեսական պրոյեկտ եւ սկզբունքորեն Ռուսաստանը դրան կոշտկեցված չի դրսեւորել՝ ի տարբերություն Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաքաղաքական եւ հոգեվոր ղեկավարության։ Ուստի արձանագրենք, այո, պարոն Սալավեևը շատ ճիշտ է ասում, ուր են ծղրտոցներն ու մլավոցները ԱՄՆ-ի նախագահի այդ հայտարարությունից հետո։ Ես կարծում եմ դրանից հետո բոլոր նրանք, ովքեր որ պետք է ի պաշտոնե Հայաստանի ինքնիշխանության պաշտպանության մասին խոսեին, հակել են կրկնակի պամպերսներ եւ այդպես ման են գալիս, ուղղակի վրայից շան հոտ է գալիս իրենց այդ կեցվածների համար։ Եթե ասող եք, եթե համոզմունքով եք, եթե դա ձեզ համար խիստ ցանկալի է պաշտպանել տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը եւ այդպես մի շարք կենացներ, ապա համապատասխան կեցված դրսևորեիք, այո, Հայաստանում ԱՄՆ դեսպանի նոտա հղեիք այդ հայտարարության հետ կապված, հետո հայտարարեք պերսոնա նոն գրատա, հետո մի քանի հազար Հայաստանում ԱՄՆ դեսպանտան աշխատակիցների թվականակը պակասեցնեիք, դարձնեիք մի քանի տասնյակ, այդտեղ կասենք, այո, Հայաստանի օրվա իշխանությունները այդպիսի կեցված դրսևորեցին եւ պաշտպանեցին Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ որևիցե երկրի նախագահ իրավունք չունի նման հայտարարություն անել։ Բայց դե բարև ձեզ, ով այդ Փաշինյանն է ասելու, իր քաղաքական խմբակն է ասելու, գործակալական ցանցն է ասելու, ազդեցության գործակալները իհարկե ոչ, նա ծղրտոց չկա, բայց սա ի գիտություն տիլնի եւ Փաշինյանին եւ մյուսներին, որ մի քիչ առաջ ես ասեցի, ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը ունի հետեւյալ նպատակները եւ դա առանձնապես չել թաքցնում։ Արեմեցյան կիսագունդը ԱՄՆ պետության անմիջական հսկողության եւ կառավարման ներքո, անկախ նրանից թե դա որ պետությանն է վերաբերվում։ Սա ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի մարտավարությունն է։ Երկրորդ, իր անվտանգության նոր դոկտրինի հետ կապված Չինաստանը որպես մրցակից պետք է թուլացվի, չզոքացվի եւ հեռացվի։ Երրորդ խնդիրը Եվրասիական տարածքում ԱՄՆ ունի շահեր, բայց դոմինանտ են այդ տարածքում քաղաքական եւ անվտանգային կոմպոնենտով Ռուսաստանի շահերը։ Առաջին հերթին Ռուսաստանի շահերը, եւ որի վերաբերյալ ԱՄՆ նախագահը չել առանձնապես հետևետուն բարձրաձայնելու։ Սա իրականությունը։ Եվ անկախ նրանից թե մեր նման երկրների վարչակազմները, որ ժամանակին նշանակվել են գլոբալիստների կողմից, ինչ կխոսան, ոնց կեցված դրսևորեն, դա ԱՄՆ-ի համար խիստ երկրորդական է։ Իրականությունն է, այո, որ Պոզդամի կոնֆերանսով 1945 թվականի այս տարածքը խորհրդային միության ազդեցության տարածք էր, խորհրդային միության 15 հանրապետությունների եւ բնականաբար ազդեցության տարածք է մնում խորհրդային միության իրավահաջորդ Ռուսաստանի Դաշնության համար 14 հանրապետությունների եւ որի համար եթե այսօր Ռուսաստանը դեռևս Ուկրաինայում պատերազմը չի կանգնեցնել, ինքը բավականին այսպես չերևացող առումով пассив է, ինքը ռազմավարական խնդիրներ լուծում է, ռազմավարական հաղթանակից հետո բնականաբար կանցնի մեր նման երկրներում մարտավարական խնդիրների լուծման։ Այսինքն իր ազդեցությունը վերականգնելը, որը շատ բնական է։ Այնքանով բնական է, որ Հայաստանը այսօր հանձնանում է 90-ականներից սկսած հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ, Եվրասիական տնտեսական միության անդամ, անկախ պետությունների համագործակցության անդամ։ Այնպես որ այդ ժամանակները գալիս են եւ բոլոր նրանք, ովքեր որպես քաղաքագետներ, փորձագետներ, տարբեր հրապարակներից օրական մի քանի ժամ Ուկրաինայի ռազմական գործողությունների լայվով մտնող որպես մտքի գիգանտներ այսօր բերաների ջուր են առել, ցայն չեն հանում, որ այն ժամանակ հեսա ուկրաինական բանակը մտնում էր Կրեմլ, Մոսկվա եւ գրավեր ու ազատագրեր Պուտինի վարչակազմից ռուս ժողովրդին։
այնքան տարական ու տրվիալ գիտելիքներ չունեն, որ միջուկային տերությանը որևիցե այլ պետություն չի կարող հաղթել։ Սա աքսիոմա է եւ սրա մասին անգամ քննարկելը կամ կարծիք հայտնել ծիծաղելը։ Հիմա փաստը մնում է փաստ։ Իսկ Ռուսաստանի զորքերի առաջխաղացումը առաջնորդին պայմանավորված է քաղաքական որոշումներով եւ ոչ ռազմական։ Այդ պոտենցիալը կա, բայց եթե կարելի է ստանալ շատ բան քիչ արյուն թափելով, ինչու շատ արյուն թափելով ստանալ։ Երբ որ քաղաքական որոշումներով կարելի է ստանալ այդ տարածքները, ինչու ռազմականով ստանալ։ Եվ ասեմ ձեզ, այդ գործընթացում Ուկրաինայի պատերազմի կանգնեցման ԱՄՆ ներկայիս վարչակազմը ավելի շահագրգիռ է, քան Ռուսաստանի դաշնությունը, որտեղ Ռուսաստանի դաշնությունը առաջ է գնում իր զորքերը, իսկ ԱՄՆ-ի համար, ԱՄՆ ներկայիս վարչակազմի համար ժամանակը աշտանաբար կարող է բերել, որ ԱՄՆ-ի նախագահ հայտնվի ցուկ ցվանգու։ Ինչու, որտեղ նոյեմբեր ամսին ԱՄՆ-ի կոնգրեսի միջանկյալ ընտրություններ, հանրապետականի պարտությունը կբերի ավելի ծանր հետևանքների ապագա նախագահական ընտրություններում։ Դրա համար ԱՄՆ նախագահը ամեն ինչ անում է, որպեսզի Ուկրաինայում կռվը կանգնի։ Այսինքն ինքը ավելի շահագրգիռ է դարձել այդ պատերազմը կանգնեցնելու համար։ Իսկ կանգնեցնելու է Ռուսաստանի պահանջներով։ Իդեպ օրս Ուկրաինայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչների հանդիպումը այնուամենայնիվ գոնե հրապարակային դաշտում որոշակի հույսեր է արթնացնում, որ այդ պատերազմը կարող կանգնել, բայց այստեղ կա ամենակարևոր շահառուն, որ այդ պատերազմը չկանգնի։ Դա ոչ այդքան Ուկրաինայի ներկայիս վարչակազմի ժողովուրդն է, որքան Բրիտանիան, որտեղ Բրիտանիան է թիվ 1 շահառուն այդ պատերազմի շարունակման եւ որպեսզի ԱՄՆ հաջորդ նախագահական ընտրություններում հանրապետականի տեխնացում պարտվի։ Ահա թե ինչու Ուկրաինայում պատերազմը չի կանգնում։ Բայց որ պահին կանգնեց վստահաբար, ես կարծում եմ ազդեցության տարածքները ԱՄՆ-ը Ռուսաստանը արդեն որոշել է եւ ԱՄՆ նախագահի այդ խոսքը ոչ այդքան կոնտեքստի մեջ, որ Կովկասը Պուտինի տարածքն է, կարծում եմ հենց դրա մասն է խոսում։ Կարծում այսքանը։ Քաղաքական հետապնդումների մասով պարոն Նահապետյան, տեսեք, Վարդան Ղուկասյանը վերջերս մեկուսարանից իր խոսքը ուղղելով ասում է, որ ըստ էության սա դանդաղ մարդասպանություն է իր նկատմամբ եւ նաեւ բոլոր մեր մյուս քաղաքվանդարկյանների, որտեղ մենք լսում ենք ահազանգերը, թե ինչ ծանր վիճակում են վերջիներս գտնվում։ Սրան զուգահեռ նաեւ նույն Վարդան Ղուկասյանի մասով, հա, ինչու են այսօր կանանքի տակ այդ միութենական պետության հետ կապված իր հայտարարության, բայց ես կուզեմ եւս մեկ անգամ մի փոքր մանրամասն ներկայացնել։ Բելարուսը օրինակ լինելով միութենական պետության անդամ, ինչ հնարավորություններ ունի ու ինչ էր իրականում ասում Վարդան Ղուկասյանը եւ այսպես չակերտավոր ինքնիշխանության համար պայքարողները, որոնց այսպես ասենք, հա, տերը Ֆիդանի հայտարարության մասով մենք ծանոթ ենք, ինչպես արձագանքեցին եւ այսօր այս մարդուն կոնկրետ ինչպես ինքն է բնորոշում տանում են դանդաղ սպանության։ Ուրեմն ես կարծում եմ, որ ցանկացած նորմալ բանական մարդ, որը նաեւ քաղաքական գործունեություն է ծավալում կամ քաղաքականությունից հասկանում է, իր համար թիվ 1 խնդիրը Հայաստանի հետ կապված դա անվտանգային խնդիրն է։ Այսինքն մեր գլխին դամոկյան սրի նման կախված է թուրքական եւ ադրբեջանական ներխուժումը։ Խոչընդոտը Ռուսաստանի ներկայությունն է Հայաստանի եւ Ռուսաստանի միջև կնքված պայմանագիրը ռազմական համագործակցության եւ 102 բազա։ Հիմա ես կարծում եմ, որ Վարդան Ղուկասյանը օրինակ առաջներթին երբ միութենական պետության մասին ասել էր, ասենք, ինչ նկատի ուներ։ Այստեղ խնդիրը տնտեսությունը չի, բարեկեցիկ կյանքը չի, կոմունիկացիաների վրա հսկողություն ունենալը չի, փակված կոմունիկացիաները բացելը չի։ Խոսքս անվտանգային է։ Օրինակ, տեսականորեն պատկերացնենք, այդ միութենական երկու պետությունների միության անդամ Բելարուսում գտնվում է հիմա միջուկային մարտագլխիկներով հրթիռներ եւ արեշնիկ տիպի հիպերձայնային արագության հրթիռներ, որը ինքնին կանխարգելիչ է Բելարուսի տարածքի նկատմամբ իր հարևան ՆԱՏՕ-ի անդամ որից է պետության կողմից ռազմական գործողություն սկսելը։ Հիմա տեսականորեն ընդունենք, որ Հայաստանում եւս տեղադրված է Ռուսաստանից բերված միջուկային մարտագլխիկներով հրթիռներ եւ արեշնիկ տիպի հիպերձայնային արագության հրթիռներ, ինչ է կարծում Թուրքիայի եւ Ադրբեջանի ախորժակը կտրուկ չի փակվելու, իհարկե փակվելու է։
Հիմա եթե Վարդան Ղուկասյանը նկատի է ունեցել, որպեսզի Հայաստանը դառնա Ռուսաստան, Բելարուս ընդհանուր մեկ միության անդամ, ես կարծում եմ ավելի շուտ անվտանգային կոմպոնենտով է ինքը գնահատել եւ այդ անվտանգային կոմպոնենտը ինքը արդարացված է, հավասիկ նորից եմ ասում, որից է եվրոպական երկրի ռազմաքաղաքական ղեկավարության մտքով իսկ չի անցնի Բելարուսի վրա սկսել ռազմական գործողություններ, որտեղ պատական չեն այդ հրթիռները, հիպերձայնային արագությամբ եւ միջուկային մարտակղզիքով հրթիռները, որոնք մարտական հերթապահություն իրականացնում Բելարուսի տարածքում։ Ընդ որում այդ թիրախները, այդ հրթիռների վրա ծրագրերը արդեն տրված են, թե որ թիրախներին եվրոպական պետք է հարվածի։ Հիմա նույն ձևով էստեղ լիներ։ Եվ բնականաբար եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարների կեցված լրիվ այլ է լինելու։ Ինչ վատ բան կա։ Հիմա ինչ վերաբերում է քաղ բանտարկյալ։ Ես ասել եմ եւ ել եմ կրկնում, այստեղ օրվա իշխանություններին կանաչ լույս է տրված գլոբալիստների կողմից, առաջնորդին Եվրամիության կողմից անել ամեն ինչ այստեղ իշխանությունը պահելու համար։ Ցանկացածին կարող է ձերբակալել, մտածածին կամ ոչ այդքան պատրվակով, պահանջով եւ այլն։ Եվ հավասիկ Վարդան Ղուկասյանը այդպիսիներից մեկն է։ Օրինակ, ովքեր որ Եվրամիության անդամակցության քարոզություն են տանում, իդեպ նույն հոդվածով ինչու բանտում չեն այդ տրամաբանությամբ։ Սա առաջին, երկրորդ։ Իդեպ ասեմ, երբ Եվրամիությունից դուրս եկավ Եվրամիության հիմնադիր անդամներից մեկը Բրիտանիան, գիտեք ինչ էր հիմնավորում։ Ասում էր, որ մենք վերականգնում ենք մեր ինքնիշխանությունը, որը կորցրել ենք, երբ որ դարձել ենք Եվրամիության անդամ։ Հիմա եթե դու դառնում ես Եվրամիության անդամ, կորցնում ես քո ինքնիշխանությունը, ինչու դառնալ Եվրամիության անդամ։ Եվ այդ տրամաբանությամբ, ասենք, ինչու բանտերում չեն շատ-շատերը, ովքեր ոչ միայն Եվրամիության անդամակցության կողմնակից են, որտեղ Եվրամիությունը մեզ մոտակա մի քանի 100 տարի չի էլ սպասելու, եթե այդ միություն մնա, ես կարծում եմ այդ միությունը այս մոտակա 1-2 տարում ուղղակի լուծարվելու է գնա պատմության աղբանոցը։ Այլև իրավական ակտեր են ընդունում Եվրամիության անդամակցության հետ կապված, այսինքն պետական մարմինները իրենք են նախանձախնդիր Հայաստանի Եվրամիության անդամակցելու, այդ թվում նաև Փաշինյան Նիկոլի կողմից։ Ինչու իրենք բանտում չեն, Վարդան Ղուկասյանը բանտում է։ Հիմա պատկացեք Հայաստանում իշխանափոխություն է եւ իշխանությունը հաջորդ իշխանությունը դա իրավա հաջորդը չի ներկայիս իշխանություններին, չէ՞ կարծում այդ նույն տրամաբանությամբ, ասենք առնվազն մի քանի 100 հոգի, եթե հայտնվեն բանտերում Եվրամիության անդամակցության քարոզչության եւ գործնական քայլերի, այդ թվում նաեւ իրավական ակտերի ընդունման հետ կապված, այդ նոր իշխանությունները սխալ արարք արած կլինեն, կարծում եմ չէ։ Նույն տրամաբանությամբ ովքեր որ Եվրամիություն են քարոզում, Եվրամիության անդամակցություն, նույն տրամաբանությամբ դան կլինեն բանտում, Վարդան Ղուկասյան կլինի ազատության մեջ։ Հենց որ այդ մարդիկ ովքեր որ այդ գործընթացը տանում են, մի փոքր մի քիչ ավելի առաջ փորձեն նայել։ Որտեղ վաղը, ինչպես ասում են, բումերանգի էֆեկտով այդ ամեն ինչը կհարվածի նաև իրենց։ Այսքանը։ Նաև մեր մյուս քաղաքապետարների մասով Մկրտիչ Սրբազանի դատավարություն էր, կալանքը 1 ամսով, հա, արփի 1 ամսով երկարաձգեցին։ Խնդրեմ, սահմանափակումները ամեն դեպքում հանեցին։ Ինչ սահմանափակումներ։ Դե այցելության հնարավորություն չուներ, տեսակցության հնարավորություն չուներ, բայց ինքը գտնվում է ամենասարսափելի, այսպես ասենք, պայմաններում, բանտերից մեկում, եւ նողկալի էր նաեւ այն տեսարանը, այդ Ստյոպան, այդ կարգալույսները, որ այնտեղ էին, մենակ իրենց կեցվածքը տեսնեիք, պարոն Նահապետյան, եկել էին ցուցմունք տալու Մկրտիչ Սրբազանի դեմ։ Ինչ ասեմ։ Աստված իրենց դատավոր, բայց պահը որ գալու է Հայաստանի քրեական օրենսգիրքը եւս ոչ թե բախելու է իրենց դուրը, քացով խփելու է ներս բռնի, ականջներից բռնած տանի այնտեղ, որտեղ որ պիտի տանի։ Այդ վերաբերում նաեւ այդ Ստյոպիկին եւ իր նմաններին։ Դրանք ոչ միայն երախտամոռ են, վախկոտ անձնավորություն նույնիսկ տղամարդկային որակները սրանց պահվածքը, ասենք թեմակալ առաջնորդի դեմ ինչ ցուցմունքներ են տվել։ Իսկ եթե վաղ այդ կոմպրոմատը հայտնվի նոր իշխանությունների սեղանին, թե ինչու Ստյոպիկ Ասատրյանը ընկրկեց եւ դարձավ մոլի Նիկոլական։ Վստահաբար այդ կոմպրոմատով ձեզ չեն օգտագործի։ Նախկին հոգևորական այդ կոմպրոմատը եթե ինքը իր մեջ քրեական տարե պարունակում, վստահաբար գնալու եք նստեք։ Ես կարծում եմ ձեր
ու ձեր նմանների ճակատագիրը դա վերաբերում է ոչ միայն այն 3 կարգալուծին։ Դա վերաբերում է նաև տիրադավներին, այո։ Բոլորը, եթե իսկապես կարող է բարոյական ճնշման գործիք կա իշխանությունների ձեռքին ձեր վրա, դա այլ հարց է, բայց եթե իրավական է ու իշխանափոխությունից հետո այդ իրավական գործընթաց կարծում եմ, որ տասնյակ հազարավոր եկեղեցու հավատավոր նվիրալ զավակներ կպահանջեն օրվա իշխանություններից, որպեսզի վերջիններս այդ գործիքը չօգտագործեն տիրադավերին որպես գործիք հերթական անգամ բազմակի օգտագործեն, այլ ըստ արժանավույն, եթե քրեական օրենսգրքի հետ կապված խնդիր կա, ապա իրենք պետք է կրեն պատասխանատվություն, այսքանը։ Եվ նորից գալով մեր միջանկյալ հարցերին, ոչ հարցին, Վենսի գալու հետ կապակցությամբ, նորից ձեր կոչը պարոն Համեցան կարծում պետք է ուղղել, որովհետև այո, Բելարուսի նախադեպը կա, մենք նաև գիտենք, գոնե իրենց մակարդակով իրենք հնչեցրել են, որ բոլոր այն քրիստոնյաները, ովքեր կհալածվեն, հալածվողները պատասխանատվության պետք է ենթարկվեն։ Դա Թրամփն է հայտարարում, դա Վենսի քաղաքականությունն է, այսպես ասենք, հա, եւ այո, դուք եք կոչ անում, պարոն Աշոտյանն է կոչ անում, որ այս այցը պետք է շատ նպատակադրված օգտագործել, բարձրաձայնելու մեր ռազմագերիների եւ իհարկե հետապնդվող մեր հայրենակիցների հարցը։ Այո, կարծում եմ, այստեղ անելիք ունենք եւ ամեն մեկը իր տեղում։ Զանգվածային լրատվամիջոցները իր տեղում, այդ լրատվամիջոցների ղեկավարները իրենց տեղում, փորձագետները իրենց տեղում, հասարակական գործիչները իրենց տեղում, կուսակցությունների ղեկավարները եւ խորհրդի անդամները իրենց տեղում, մեր հոգեվորականները իրենց տեղում, մեր սփյուռքը առաջներթին Միացյալ Նահանգներում մեր հայրենակիցները իրենց տեղում, այնտեղ շատ կազմակերպված սփյուռք է եւ օրակարգային եթե դարձվի այդ թեման, կարծում եմ բական արդյունավետ գործ արած կլինեն, այդ թվում նաև դուք նշեցիք դրա մասին Հաղորդ Սասունյանն է բարձրաձայնել, մենք էլ կդիմենք իրենց, որպեսզի այս ամեն ինչը կազմակերպվի եւ իսկապես ԱՄՆ-ում ներկայիս իշխանությունը դա կարելի ասել սպիտակ ամերիկացիների, բողոքական ամերիկացիների իշխանությունն է եւ իրենք որպես քրիստոնյա ունեն նաև որոշակի բարոյական պարտավորություն իրենց հավատակիցների նկատմամբ անկախ նրանից թե որ եկեղեցու զավակներ են նաև սատարել եւ օգնել օժանդակել այնպես որ այս գործը խիստ առարկայական է եւ այս մոտակա 10-15 օրը կարծում եմ եւ դրսում եւ ներսում պետք է բոլորս լծվենք այդ գործին այսքանը ես էլ եմ շնորհակալ